Բարի օր հարգելի հետևորդներ, եթերում ABC լուրերն է, ես Գառնի Մութաֆյանն եմ, կարևորը նախ համառոտ։ Հայաստանի առաջին հանրապետության հիմնադրման 108-րդ ամյակն է, քաղաքական գործիչներն ու եկեղեցականները շնորհավորական ուղերձներ են հղել։ Քաղաքական մեծ հայտարարություններ, հապճեպ ստորագրումներ ու հարցեր, որոնք դեռ պատասխան չունեն, ինչ է թաքնված Հայաստան Միացյալ Նահանգներ փաստաթղթի տակ։ Ռուսաստանից հնչող հերթական կոշտ հայտարարությունն այս անգամ տնտեսական հարցերի մասին չէ, Պետդումայից արդեն սպառնում են վերանայել հայ միգրանտների համար գործող արտոնությունները։ Անդրկովկասի քաղաքական ամբողջական լուծարմամբ և հաշվի առնելով Վրաստանի ու Ադրբեջանի անկախության հռչակումով ստեղծված կացությունը, Հայոց ազգային խորհուրդը իրեն հայտարարում է հայկական գավառների գերագույն միակ իշխանությունը։ Այս խոսքերով Արամ Մանուկյանը հռչակեց Հայաստանի առաջին հանրապետության ստեղծումը։ Մայիսին Ղարաքիլիսայում Բաշապարանում Սարդարապատում հայկական կանոնավոր ուժերին և կամավորականներին հաջողվեց կենաց մահու ճակատամարտերում հաղթել թուրք հրոսակների դեմ պայքարում։ Այսօր Հայաստանի առաջին հանրապետության հիմնադրման 108-րդ ամյակն է։ Հանրապետության ստեղծման գործում մեծ ավանդ է ունեցել հայ առաքելական եկեղեցին։ Սարդարապատի, Ղարաքիլիսայի ու Բաշապարանի պատմական գոյամարտերում վճռորոշ դերակատարություն ունեցավ ամենայն հայոց Գևորգ 5-րդ կաթողիկոսը։ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին II-ը շնորհավորական ուղերձ է հղել։ Վեղափարը հորդորել է ներկա բարդ ժամանակներում արտաքին ու ներքին մարտահրավերների հանդիման պիտի միաբանվենք և միասնաբար հզորացնենք մեր պետությունը։ Կենաց մահու պայքարում մեր ժողովրդի քաջարի զավակները, այդ թվում մեր Սուրբ եկեղեցու հոգևորականները, հաղթանակ տարան և սերունդների համար ապահովեցին հարազատ հողում անկախ ու ազատ ապրելու արդար իրավունքը։ Նույն անվեհեր ոգով ազգիս նվիրյալ զավակները նոր ժամանակներում անձնվիրաբար պաշտպանեցին երկիր հայրենին։ Շատեր իրենց անգին կյանքը զոհեցին մեր պետականության անսասանության և անվտանգ ու արժանապատիվ ապագայի համար։ Այսօր մենք ազգովի գլուխ ենք խոնարհում մեր հերոսների առջև և անմար պահում նրանց լուսավոր հիշատակը մեր սրտերում։ Ազգային անվտանգության ծառայության մեկուսարանից ուղերձ է հղել Բագրատ arczepiskopos Գալստանյանը։ Բաշապարանի, Սարդարապատի, Ղարաքիլիսայի հերոսամարտերի հաղթանակի տրամաբանությունից ծնվեց մեր անկախ Հայաստանը։ Ծնվեց լքված, կեղեքված, հիվանդ, ցեղասպանված ժողովրդի կամքից, հաղթանակի ձգտումից։ Ծնվեց այն ժամանակ, երբ մեր ժողովուրդը ինքնագիտակցության, ինքնաճանաչողության բարձրակետին էր հասել, հասկանալով, որ դա իր վերջին հանգրվանն է, գրել է Սրբազանն ուղերձում։ Ժողովուրդը ականջալուր եղավ Գևորգ Ե. Սուրենյանց հայրապետի կոչին։ Իմ ժողովուրդը դեռ վերջին խոսքը չի ասել անարգ թշնամուն և այդ խոսքը լինելու է հաղթանակ։ Գևորգ Ե. Սուրենյանց կաթողիկոսի փոքրիկ խոսքը պատճառ եղավ արթնացնելու, ոտքի հանելու և հաղթանակի տեսիլքը վերադարձնելու այս ժողովրդին։ Հայրապետն ասաց. «Ես չեմ լքի մայրաթոռը, այլ կնահատակվեմ այստեղ որպես գահակալ»։ Նա այս խոսքերով ժողովրդին հրավիրեց տեր կանգնելու, ծառա լինելու իր սրբություններին, իր ինքնությանը, իր գոյությանը։ Այսօր մենք նույն իրականության առջև ենք ոչ միայն արտաքին թշնամու, այլև ներքին թշնամու դեմ։ Նախ մեր տունը ազատագրելու և ապա մեր տունը վերականգնելու մեր պատվի և մեր կյանքի հետ միասին։ 1918 թվականին անկախ պետություն ստեղծելու գործն ստանձնեց հայ հեղափոխական դաշնակցությունը։ Կուսակցության Հայաստանի գերագույն մարմինը հայտարարություն է տարածել մայիսի 28-ի առիթով։ Որբերով ու գաղթականներով լեցուն, սովի ու պատերազմների մեջ գտնվող երկրում հանրապետության հիմնադիր սերունդը Արամ Մանուկյանը, Հովհաննես Քաջազնունին, Գարեգին Նժդեհը, Դրոն Ռուբեն Տերմինասյանը և մյուս նվիրյալները արեցին անհնարին թվացողն ու բեկեցին մեր ժողովրդի ճակատագիրը, ասված է հայտարարության մեջ։ Այսօր կրկին ճակատագրական հանգրվանում ենք։ Կասկածի տակ է մեր պետականության ընթացքը, հարվածի թիրախում է մեր ինքնությունը, հալածվում է մեր եկեղեցին, գաղթական է մեր ժողովուրդը, կորսված է հայկական Արցախը, բայց մենք գիտենք, որ հայ ժողովրդի մեջ դեռ կենդանի է մայիսյան հերոսամարտերի ոգին, որ մեր սերունդներն իրենց ճանաչում են հենց Սարդարապատից։ Ուստի ժամն է սթափվելու, համախմբվելու և համազգային դիմադրությամբ տեր կանգնելու մեր արժեքներին։ Սա պայքար է հանուն ինքնության և պետականության, սա մի նոր Սարդարապատ է։
Մայիսի 28-ի խորհուրդը եւ հայոց պետականության մեր հավերժական ձգտումը ոգեշնչում են ինչպես Հայաստանի, այնպես էլ Սփյուռքի սերունդներին պահպանել անկախության ոգին։ Օրվա առթիվ հայտարարություն է տարածել Genesis Armenia ուղեղային կենտրոն հիմնադրամը։ Մեծ եղեռնից ընդամենը 3 տարի հետո 1918 թվականի մայիսի 28-ի անկախության հռչակագիրն ապացուցեց, որ մենք կարող ենք ոտքի կանգնել քաջության, միասնության եւ ինքնորոշման միջոցով, ասված է ուղեղային կենտրոնի հայտարարության մեջ։ Սարդարապատի, Բաշապարանի եւ Ղարաքիլիսայի դասերը մեզ հիշեցնում են, որ անկախությունը ձեռք է բերվում ուժի, զգոնության եւ միասնության միջոցով։ Հզոր Հայաստանը պահանջում է ռազմական պատրաստվածություն, տնտեսական ինքնաբավություն եւ ազգային կրթության, գիտակցության, մշակութային շարունակականության նկատմամբ նորացված նվիրատվություն։ Մայիսի 28-ը ոչ միայն անցյալի հաղթանակների հիշատակի օր է, այլև ազգային վերածննդի կոչ։ Հայկական պետականության պահպանման պատասխանատվությունն այժմ մեզ վրա է, հունիսի 7-ի ընտրությանը։ Մայիսի 28-ի խորհուրդը պահանջում է բոլորիս մասնակցությունն ընտրությանը, որն այսօր Հայաստանի ներկան եւ ապագան ձևավորելու բանալին է։ Միակ ճանապարհը դեպի ազգային ռեֆորմացիա եւ վերածնունդ։ Ուղերձներ են հղել Հայաստանի Հանրապետության երկրորդ եւ երրորդ նախագահները։ Ռոբերտ Քոչարյանը շեշտել է, որ Սարդարապատում մեր ազգն ապացուցեց, որ ունակ է ծանր ժամանակներում համախմբվել եւ փրկել պետականությունը։ Դա արվեց ռազմական հերոսությունների եւ խիզախության շնորհիվ։ Հունիսի 7-ին Սարդարապատի համախմբվածության օրինակով պետք է դրսևորել քաղաքացիական խիզախություն, ասել է Քոչարյանը։ Սերժ Սարգսյանն ընդգծել է, բանակը նախընտրական դեկորացիա չէ, այլ մեր ազգի ծնունդը, հպարտությունը, արժանավոր զավակը, բայց այսօր ցավոք լքված զավակը։ Առաջիկա ընտրությանը նաև այս վիճակը փոխելու հնարավորություն է։ Նա կոչ է արել համախմբվել մեկ նպատակի շուրջ հունիսի 7-ին, ոչ ասել պարտության, հուսահատության եւ ազգային արժեքների նսեմացման խորհրդանիշ դարձած ուժին։ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի այցից 2 օր անց քաղաքագիտական շրջանակներում դեռ շարունակում են քննարկել ստորագրված փաստաթղթերը։ Ընդամենը մի քանի ժամ Երևանում եւ 2 կարևոր հուշագիր ռազմավարական նշանակության թեմաներով։ Մարկո Ռուբիոյի այցը սովորական դիվանագիտական կանգառի նման չէր։ Մինչ իշխանությունը խոսում է տնտեսական հնարավորությունների եւ խաղաղության մասին, ստորագրված փաստաթղթերը հարցեր են առաջացնում։ Ում վերահսկողության տակ են հայտնվելու ապագայի ճանապարհները, ենթակառուցվածքներն ու ռազմավարական ռեսուրսները, եւ այս պատմությունն իսկապես միայն ներդրումների մասին է։ Միացյալ Նահանգների պետքարտուղար Մարկո Ռուբիոյի այցը Երևան սկսվեց ու ավարտվեց հենց Զվարթնոց միջազգային օդանավակայանում։ Մոտ 2 ժամ տևած տրանզիտային այցի գլխավոր իրադարձությունը 11 հոդվածից բաղկացած հուշագրի ստորագրումն էր Մինաս Ավետիսյանի երկանք ստեղծագործության գույների ներքո։ Արձակուրդում գտնվող ու քարոզարշավ անցկացնող Փաշինյանն այդպես էլ չհանդիպեց Ռուբիոյի հետ։ Հայաստանի արտակարգ ու լիազոր դեսպան Վահագն Մելիքյանի խոսքով նման մակարդակի այցերի դեպքում սովորաբար ակնկալվում են բարձր քաղաքական հանդիպումներ, իսկ Արարատ Միրզոյանն օրինակ հետ է կանչվել արձակուրդից։ Եթե այդ ձևաչափը աշխատել, այսինքն հետ են կանչել եւ ինքը գնացել է դիմավորել, մասնակցել, խոսել, ստորագրել եւ այլն, նույն հաջողությամբ կարող էին արձակուրդից հետ կանչվել նաեւ այդ բարձրաստիճան պաշտոն։ Վերջի վերջո կա Հայաստանի Հանրապետության նախագահ կոչվածը, որը արձակուրդի մեջ չի եւ դիվանագիտական արարողակարգը կարող է ենթադրել այսպես քաղաքավարական հանդիպում պետության ղեկավարի հետ։ Իսկ ինչ ստորագրեցին այդ հապճեպ այցի ընթացքում, ինչի մասին է փաստաթուղթն ու ինչ ազդեցություն կունենա։ Թրամփի ուղի հանուն միջազգային խաղաղության եւ բարգավաճման կամ TRIP անվանումը կրող համաձայնագիրը փաստացի նոր ռազմավարական ճարտարապետություն է առաջարկում Հարավային Կովկասում Հայաստանի տարածքով անցնող ենթակառուցվածքների, ճանապարհների, երկաթուղիների, գազատարների, նավթատարների եւ նույնիսկ օպտիկամանրաթելային ցանցերի կառավարման նոր մոդելով։ Միջին միջանցքի մեկ ֆունդամենտալ նպատակը Ռուսաստանը շրջանցելն է եւ մյուսը Իրանը։ Հատկապես տարածաշրջանում հաշվի առնելով Միացյալ Նահանգների կարևորագույն հետաքրքրությունը առավելագույն ճնշման քաղաքականություն շարունակել Իրանի նկատմամբ, սա կարծեք թե հնարավորություն է տալիս, որպեսզի Իրանը զրկվի իր տրանզիտային հնարավորություններից եւ չունենա այն լոգիստիկ նշանակությունը, որը ունի այսօր։
Փաստաթղթի ուշագրավ դրույթներից մեկը ստեղծվելիք համատեղ ձեռնարկության մասին է, որը զբաղվելու է թրիփի զարգացմամբ։ Ըստ համաձայնագրի այդ կառույցում 74% վերահսկող բաժնեմասնակցությունը պատկանելու է ամերիկյան կողմին, Հայաստանին ընդամենը 26%-ը։ Այսինքն խոսքը պարզապես ներդրումային ծրագրի մասին չէ։ Փաստացի ստեղծվում է ամերիկյան վերահսկողությամբ կառույց, որը մասնակցելու է Հայաստանի տարածքում ռազմավարական ենթակառուցվածքների կառավարմանը։ Ընդ որում խոսքը ոչ միայն ճանապարհների, այլ նաև էներգետիկ եւ հաղորդակցային համակարգերի մասին է։ Հաջորդ խնդրահարույց հատվածը ժամկետներն են։ Փաստաթղթով նախատեսվում է, որ ամերիկյան մասնակցությամբ կառույցը Հայաստանի տարածքում ստանալու է 49 տարվա բացառիկ իրավունքներ, իսկ հետագայում այդ ժամկետը կարող է երկարաձգվել եւս 50 տարով։ Այսինքն փաստացի այս ամենը կարող է տևել գրեթե 1 դար։ Համաձայնագրում նշվում է նաև, որ Հայաստանը պարտավորվում է անհրաժեշտության դեպքում հողերը դարձնել պետական սեփականություն, ազատել դրանք երրորդ անձանց իրավունքից եւ փոխանցել ծրագրի իրականացման համար։ Մյուս ուշագրավ հատվածը վերաբերում է Հայաստանի օրենսդրությանը։ Փաստաթղթում ուղիղ նշվում է, որ Հայաստանը համաձայնում է բացառություններ նախատեսել գնումների, բաժնետիրական կառավարման եւ պետություն մասնավոր գործընկերության մասին գործող օրենքներից։ Այլ կերպ ասված, ստեղծված համաձայնագրի համար կարող է գործել հատուկ իրավական ռեժիմ, որը դուրս կլինի սովորական վերահսկողական մեխանիզմներից։ Թեպետ փաստաթուղթը տասնյակ անգամներ կրկնում է ինքնիշխանություն բառը եւ հատուկ ընդգծում, որ Հայաստանը պահպանում է իր տարածքային ամբողջականությունն ու իրավազորությունը, սակայն միևնույն ժամանակ այնտեղ ամրագրվում է, որ սահմանային անցակետում կարող են գործել մասնավոր օպերատորներ։ Այսինքն, սահմանային եւ մաքսային որոշ գործընթացներում ներգրավվելու են ոչ պետական կառույցներ։ Կարևոր դրույթ է նաեւ անխոչնդոտ երթևեկության ապահովման համար կետը։ Եթե դու վերցնում ես պարտավորություն անխոչնդոտ երթևեկություն ապահովելու, նշանակում է դու զրկված ես քո իրավազորության այդ մասով, օրինակ սահմաններ փակել, փոխել երթևեկության կարգը, ընթացքը, ձևաչափը։ Եթե սրանցից դու զրկված ես, նշանակում է իրավազորության եւ ինքնիշխանության որոշ հոգի մաս դու այս հատվածում զիջում ես։ Եվ այստեղ կարծեք թե ակտուալ է դառնում ադրբեջանական եւ թուրքական հասկացությամբ միջանցքի քաղաքական իմաստը։ Փաստաթուղթը նաև լայն հարկային արտոնություններ է նախատեսում ամերիկյան մասնակցությամբ կառույցների համար։ Շահաբաժինները, կապիտալի հավելաճը եւ մի շարք գործարքներ Հայաստանում չեն հարկվելու։ Սակայն ամենակիչ քննարկված, բայց թերևս ամենակարևոր թեման ստորագրված մյուս հուշագիրն է՝ կարևորագույն հանքանյութերի եւ հազվագյուտ հանածոների ոլորտում համագործակցության վերաբերյալ։ Հենց հազվագյուտ մետաղների հարցն այսօր դարձել է Միացյալ Նահանգների աշխարհաքաղաքական առաջնահերթություններից մեկը։ Վաշինգտոնը փորձում է նվազեցնել կախվածությունը Չինաստանից եւ հսկողություն ստանալ նոր հումքային ու լոգիստիկ ուղիների նկատմամբ։ Նույն մոտեցումը վերջին տարիներին նկատվեց նաև Ուկրաինայի դեպքում, որտեղ արևմտյան քաղաքական շրջանակներում ակտիվ քննարկվում է ռազմավարական նշանակության հանքանյութերի եւ հազվագյուտ մետաղների հասանելիության հարցը։ Այժմ նույն օրակարգի տարրերը երևում են նաև Հայաստանի հետ ստորագրված փաստաթղթերում։ Ես չեմ բացառում, որ վաղն էլ նույն բանը ինչ որ ուրիշ ձևով պատեթարորած կլինի նաև Հայաստանի մասին։ Դա հանրային հարստություն չէ համարվում այնուամենայնիվ եւ sense բացարձակապես sense out of blue հայտնվել եւ միանգամից թաթը դնել այդ հանքանյութերի ես այդտեղ տեսնում եմ որոշակի խութեր այնուամենայնիվ Իշխանությունները սա ներկայացնում են որպես խաղաղության եւ տնտեսական զարգացման հնարավորություն, սակայն փաստաթղթի բազմաթիվ դրույթներ հարցեր են առաջացնում։ Արդյոք խոսքը միայն տնտեսական նախագծի մասին է, թե ձևավորվում է երկարաժամկետ աշխարհաքաղաքական վերահսկողության նոր համակարգ Հարավային Կովկասում, որովհետեւ երբ ռազմավարական ենթակառուցվածքները, սահմանային գործընթացները, հանքանյութերը եւ տրանսպորտային ուղիները միավորվում են մեկ մեծ նախագծի մեջ, հարցն արդեն ոչ միայն ներդրումների մասին է, այլ այն, թե ապագայում ում ձեռքերում է լինելու իրական վերահսկողությունը։ Հայ-ռուսական հարաբերություններում լարվածությունը պահպանվում է եւ երբ քաղաքական հարաբերությունները լարվում են, առաջին հարվածը հաճախ ստանում են սովորական մարդիկ։ Այս անգամ խոսքը 100,000-ավոր հայերի մասին է, որոնց աշխատանքը, եկամուտն ու ընտանիքների բարեկեցությունը կապված են Ռուսաստանի հետ։ Պետդումայի հայտարարությունները նոր անհանգստություն են առաջացրել Մոսկվան պատրաստվում է արդյոք վերանայել հայ միգրանտների համար գործող պայմանները եւ եթե այդ սպառնալիքները իրականություն դառնան, ինչպիսի հետևանքներ կունենան Հայաստանի տնտեսության ու հազարավոր ընտանիքների վրա։ Աշխատանքի նպատակով Ռուսաստան մեկնող Հայաստանի քաղաքացիները հնարավոր է շուտով զրկվեն այնտեղ գնալու, ամիսներով մնալու եւ աշխատելու հնարավորությունից։ Պետդումայից են հնչում սպառնալիքները։
Հայաստանի քաղաքացիների համար ընթացիկ արտոնությունները, օրինակ Ռուսաստանի տարածքում առանց գրանցման երկարաժամկետ կեցության իրավունքը կամ աշխատանքի ընդունման պարզեցված կարգը, հիմնված են ռազմավարական դաշնակցի կարգավիճակի վրա։ Եվ եթե Հայաստանի կառավարությունը նույն ձևով շարունակի, Հայաստանի քաղաքացիների համար գործող միգրացիոն հնարավորությունները կչեղարկվեն, հավելել է Տոլստոյը։ Սա նշանակում է առնվազն 300,000 քաղաքացիներ զրկվելու են եկամտի հիմնական աղբյուրից, իսկ պետական բյուջեն ահռելի մուտքերի կորուստ է ունենալու։ Տարեկան մենք արտերկրից մասնավոր տրանսֆերների տեսքով ստանում ենք մոտավորապես 6 միլիարդ դոլարի փոխանցումներ, որոնցից 3.8 միլիարդ դոլարը դա այն է, ինչ Ռուսաստանից տրանսֆերների տեսքով ուղարկվում է։ Այսինքն մենք 3.8 միլիարդ դոլարի գումարից զրկվելու ենք, դա նաև անդրադառնալու է մարդկանց կենսամակարդակի վրա։ Այնինչ Ռուսաստանում ներկայացնում են ռազմավարական դաշնակցի կարգավիճակ ԵԱՏՄ անդամակցության կետերից է։ Այնպես չէ, որ Հայաստանին արտոնյալ կարգավիճակ է տրվել, պնդում է միգրացիոն հարցերի փորձագետը։ Առանց գրանցման աշխատանքի հնարավորությունը տրվում է ԵԱՏՄ անդամ բոլոր երկրների քաղաքացիներին։ ԵԱՏՄ համաձայնագրով է սահմանված եւ այնպես չի, որ մեծ լավություն են անում մեր քաղաքացիներին։ Մենք ունենք համաձայնագիր, որը հստակ վերաբերվում է աշխատանքային միգրանտներին եւ նրանց ընտանիքի անդամներին։ Եվ եթե Ռուսաստանը միակողմանիորեն միայն քաղաքացիների համար ինչ-որ խստացումներ կորոշի անել, դա կլինի կամ ԵԱՏՄ համաձայնագրի չեղարկում կամ ուղիղ հակասություն։ Հայկական Կարիտաս կազմակերպությունը շրջել է Հայաստանի գյուղերում ու պարզել. վերջին 3 տարում զգալիորեն պակասել է աշխատանքի նպատակով Ռուսաստան մեկնող մարդկանց թիվը, շուրջ 30%-ով։ Ռուսաստանի իշխանությունների որդեգրած կոշտ քաղաքականությունն է պատճառը, որը կապված է ոչ միայն ռուս-ուկրաինական պատերազմի, այլ նաև Հայաստանի քաղաքական դիրքորոշման հետ։ Ժամանակավոր միգրանտների համար օրինակ Ամինա անունով հատուկ հավելված է ստեղծվել, որը վերահսկում է նրանց գտնվելու վայրը։ ԵԱՏՄ երկրները այդ ցանկում են, պետք է անեն իրենց ռեգիստրացիան իրենց իրական բնակության հասցեով։ Եվ դրանով կա հնարավորություն հսկելու անձի գեոլոկացիան, որտեղ է ինքը գտնվում, եւ չի կարող օրինակ անձը ռեգիստրացիան էլ հեռախոս թողնել տանը, որ տեսնեն ինքը մշտապես է տան, նա ինքը այդտեղ ունի ոչ։ Հեռախոս պետք է իր հետ շրջի եւ բարբերաբար նրա վրա գալիս է հաղորդագրություն, որը պետք է հաստատի տվյալ անձը։ Եթե չհաստատեց, անձը պետք է դիմում գրի ոստիկանություն եւ տեղյակ պահի, թե ինչու է իր բնակության վայրից բացակայել։ Չնշելու դեպքում սպասվում է 3-ից 5 տարով դեպորտ կամ անձը հայտնվում է վերահսկվող անձանց ռեեստրում։ Այս հավելվածը խնդիր է դարձել նաև հայերի համար։ Մեկ այլ խնդիր է չգրանցված միգրանտների 90-օրյա մուտքի հնարավորությունը, որն առնչվում է նաև բեռնատարների հայ վարորդներին։ Վարորդներն արգելանքի տակ են ընկնում, որովհետև 90 օրվա 1/3-ն անցկացրել են Լարսի հերթերում։ Ստեղծված լարվածությունը հայերի նկատմամբ ավելի է սրվում գործող իշխանությունների վարած քաղաքականության ֆոնին։ Քաղաքագետը նկատում է, մեկ անձի որոշումների հետևանքով վտանգի տակ է ոչ միայն Հայաստանի տնտեսությունը, այլ նաև բազմաթիվ ընտանիքներ, որոնք զրկված են լինելու իրենց եկամտի աղբյուրից։ Մենք սովորել ենք ինչ-որ մի հատ նորմալության, որ հայերը կարող գնան Ռուսաստան աշխատեն, որ Ռուսաստանից էժան եւ որակյալ ապրանք կարող ենք բերել, մեր ապրանքները կարող ենք արտահանել այնտեղ եւ չգիտես ինչու կարծում ենք, որ քաղաքական իրողությունները դրա վրա չեն ազդում։ Ազդում են, ու հիմա Ռուսաստանը դա շատ վառ կերպով ներկայացնում է իր քաղաքականությամբ, հայտարարություններով եւ որոշումներով։ Լեհաստանը դարձել է արտագնա աշխատանքի նոր ուղղություն։ Միգրացիայի հարցերով փորձագետն է փաստում, թեև թվերը փոքր են, սակայն որոշակի միտում է նկատում։ Այդուհանդերձ փորձագետները պնդում են, ԵԱՏՄ-ից այս փուլում դուրս գալու դեպքում Հայաստանը հայտնվելու է տնտեսական ճգնաժամի մեջ։ Սեդա Գյուրեղյան, Գեղամբազարյան, ABC Media։ Ռուսաստանի Դաշնության էներգետիկայի նախարարը պաշտոնական Երևանին նամակ է ուղարկել, նախազգուշացնելով գազային համաձայնագրի հնարավոր միակողմանի դադարեցման մասին։ Խոսքը 2013-ին ստորագրված համաձայնագրի մասին է, որով Ռուսաստանը առանց մաքսատուրքի Հայաստան էր մատակարարում գազ, նավթամթերք եւ չմշակված ադամատ։ Հայաստանի արտաքին գործերի նախարարությունն էլ հայտարարել է, որ ստացել է էներգետիկայի նախարարի նամակը եւ փոխանցել են տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությանը։
Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը հայտարարել է, որ Մոսկվան Հայաստանին ուղարկում է լուրջ ազդակներ ԵԱՏՄ-ից դուրս գալու հետևանքների վերաբերյալ։ Նա ընդգծել է, որ Երևանի համար ԵԱՏՄ-ից դուրս գալուց հետո Հայաստանում կյանքի որակը կընկնի, գներն էլ կաճեն։ Օվերչուկի խոսքով ԵԱՏՄ-ում ոչ ոք չի ցանկանում, որ Հայաստանը դուրս գա միությունից։ Նա նաև նշել է, որ ԵԱՏՄ-ի արտոնությունները Հայաստանին տրվել են փաթեթային համաձայնագրով։ Նիկոլ Փաշինյանն էլ հայտարարել է, թե Հայաստանի Հանրապետությունը ոչ միայն չի պատրաստվում դուրս գալ ԵԱՏՄ-ից, այլև անդամ պետությունների ղեկավարներից միայն ինքն է, որ այդ կառույցում բարձրագույն երկու մարմին է ղեկավարում։ Ընտրությունից հետո կվերադառնա եւ ամեն բան կպարզաբանի։ Ինչ հայտարարություններ հնչում են, դրանք սին հայտարարություններ են։ Նրանք ովքեր այդ հայտարարությունները անում են, նրանք պարզապես մեր ժողովուրդը ասում է տաք են, չէ՞։ Չեն հասկանում, որ նրանք փորում են Եվրասիական տնտեսական միության գերեզմանը։ Բարից բուն իմաստով։ Բայց ես ընտրություններից հետո կվերադառնամ, հիմա արձակուրդի մեջ եմ, առաջիկա նիստին մասնակցելու է Հայաստանի վարչապետի պարտականությունները կատարող փոխվարչապետը։ Իսկ նախընտրական շրջանի ընթացքում ապրիլից մայիս քննչական կոմիտեն 38 անձի նկատմամբ հարուցել է հանրային քրեական հետապնդում, նախաձեռնել 79 քրեական վարույթ, 15-ի նկատմամբ որպես խափանամիջոց կիրառել են կալանքը, 11-ի նկատմամբ տնային կալանքը, 6-ի նկատմամբ վարչական հսկողությունը, 1-ի նկատմամբ դաստիարակչական հսկողությունը, 5-ի նկատմամբ բացակայելու արգելքը։ 79 քրեական վարույթից 5-ը 9 անձի վերաբերյալ մեղադրական եզրակացությամբ ուղարկել են դատարան։ Հարցաքննել են մոտ 10,000 մարդու։ Դոնալդ Թրամփը սպառնացել է տրոհել Օմանը, եթե այդ երկիրը փորձի վերահսկողություն հաստատել Հորմուզի նեղուցում։ Նա ասել է, որ նեղուցները պետք է բաց լինի բոլորի համար եւ որևէ երկիր չպետք է վերահսկի։ Թրամփի խոսքով Օմանը պետք է իրեն պահի մյուս երկրների պես։ Հակառակ դեպքում ԱՄՆ-ն կարող է կոշտ քայլերի դիմել ու բաժան անել այդ երկիրը։ Իրանը խոստանում է մեկ ամսվա ընթացքում վերականգնել Հորմուզի նեղուցով առևտրային նավագնացությունը, ինչպես նախապատերազմյան շրջանում էր։ Իրանի պետական հեռուստաալիքը հայտնել է, որ Իրանը կկառավարի նեղուցով նավագնացությունը գործակցելով Օմանի հետ։ Հաղորդել են, որ Թեհրանն ունի Միացյալ Նահանգների հետ նախնական ոչ պաշտոնական շրջանակային համաձայնագրի նախագիծ։ Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը պատասխան հարված է հասցրել Միացյալ Նահանգների ռազմաբազային։ Աղբյուրը չի հստակեցրել, թե Թեհրանը կոնկրետ ինչ օբյեկտ է թիրախ դարձրել։ Ըստ Reuters-ի ԱՄՆ-ն գիշերը հարվածել էր Իրանի ռազմական օբյեկտի վրա Բենդեր Աբասի ուղղությամբ։ Իմ ժողովրդին շնորհավորել մայիս 28-ի առիթով հայոց պետականության վերականգնման օրվա առիթով եւ ցանկանալ իմ ժողովրդին ոգու, կամքի եւ միասնության ուժ։ Ինձ եղեք։ Եվ վերջում դիտենք Հայաստանի առաջին հանրապետության հիմնադիր ներքին գործերի նախարար Արամ Մանուկյանի մասին հաղորդումը, որը պատրաստել ենք 2024-ին։ Դուք դիտեք հաղորդումը, իսկ մենք կհանդիպենք ժամը 15-ին։ Կան գրված օրենքներ ու կան չգրվածները։ Վերջինների հիմքում բարոյականության հազարամյա դատավճիռն է, մարդկանց ապրածի, վերապրածի, ցավերի ու խնդիրների համախումբը։ Նպատակն էլ մեկն է՝ արդարության հաստատում։ Հա, միջոցները միշտ չէ, որ հումանիստական են, բայց արդյունքը գրեթե միշտ գոհացնում է։ Գրված օրենքներն արդարության հաստատելուն միտված կրքերը զսպելու համար են։ Նախատեսված են ոչ թե երկրի վրա դրախտ հաստատելու, այլ թույլ չտալու, որ երկիրը վերածվի դժոխքի։ Կան մարդիկ, որոնք տեղավորվում են այս կոդեքսներից մեկն ու մեկի մեջ, ապրում այդ գծած կանոններով, չնչին շեղումներով։ Ու կան մարդիկ, որոնք վեր են այս ամենից։
որոնց վրա չի տարածվում օրինաչափության եւ ոչ մի դոկտրին։ Նրանք բացառություն են ցանկացած պարագայում։ Այդ մարդկանցից մեկն էր Արամ Մանուկյանը։ Այս հաղորդումը էապես կտարբերվի նախորդներից։ Այն զերծ կլինի մնացածին հատուկ ցինիզմից, հումորից, հայհոյանքներից։ Կարևոր խոսելու ենք մեկի մասին, որ մենակ մի ամբողջ ազգի ապրելու ու գոյություն ունենալու երկրորդ շանս տվեց։ Այն էլ այնպիսի շանս, որ նրա մայից հետո մսխում ենք ամեն օր ու դեռ չի վերջանում։ Մարդ ում հուղարկավորեցին ծակ ներբանով, որովհետև այլ կոշիկ պարզապես չուներ, որին թաղեցին դատարկ մահակարգով, որովհետև եկեղեցուց մինչև գերեզմանատուն թաղման թափորը դագաղը տարավ ձեռքերի վրա։ Մարդ ում հարգում էին բոլորը, յուրայիններից մինչև ոխերիմ թշնամի։ Ով էր Արամ Մանուկյանը։ Ծնվել է Արցախի այն ժամանակ ռուսական կայսրության Ելիզավետպոլի նահանգի Շուշի քաղաքում 1879 թվականի մարտի 19-ին։ Ծննդյան անունը Սարգիս Հարությունյան, ընդ որում ծննդավայրի մասին տվյալները հակասական են։ Որոշ հուշագիրներ որպես ծննդավայր նշում են Շուշին, որոշները Սյունիքի Զեյվա, այժմյան Դավիթբեկ գյուղը։ Ընտանիքի 5-րդ ամենակրտսեր զավակն էր։ Դերձակ եղբոր միջնորդությամբ 1890-ին ընդունվում եւ ավարտում է Շուշիի Ագուլիաս ծխական վարժարանը։ 1895-ին էլ ընդունվում է Արցախի հայոց թեմական հոգևոր դպրոցը։ Դեռ նոր կազմավորված հայ հեղափոխական դաշնակցությունը Հայաստանի տարբեր վայրերում այդ տարիներին սկսում է համախոհներ հավաքել, ակտիվ կուսակցական քարոզչությամբ էր զբաղվում, հատկապես երիտասարդների շրջանում։ Նրանց գործունեությունը հասավ նաեւ Շուշի, քանի որ այդ տարիներին հասարակական կյանքի կարևոր կենտրոններից էր։ Դաշնակցական գաղափարներով է տարվում նաև դեռ Պատանի Արամը։ Ընդամենը 14 տարեկան էր, 3-րդ դասարանի աշակերտ։ Ու հենց այդ տարիներին էլ երևում են նրա համառ բնավորության դրսևորումները։ 1900 թվականին աշակերտներին խելքի է գցում, որտեղ հերիք եղավ էլ ես տերթոդիկական կանոններով սովորենք։ Կազմակերպում ու ղեկավարում է աշակերտական անհնազանդություն։ Նրան իր համախոհ ընկերների հետ բռնդում են ուսումնարանից իբրև անկարգտերի։ Նույն տարում գալիս է Երևան ու ընդունվում թեմական դպրոց։ Ու այնպես չէ, որ Երևանում Արամը համեստ խելոք աշակերտական կյանք էր վարում, չէ։ Նախ Երևանի թեմական դպրոցը ժամանակի ամենաառաջադեմ ուսումնական հաստատություններից էր, ու այդտեղ բավականին լավ ու հիմնավոր կրթություն են ստանում։ Արամը, այն ժամանակ դեռ Սարգիսը կամ Սերգեյը, բավականին ակտիվ աշակերտական կյանք էր վարում։ Միշտ իրադարձությունների կենտրոնում էր, եթե իրադարձություններ չկար, ինքը կազմակերպում էր։ Թերթեր հրատարակում, այլ քաղաքների աշակերտական միությունների հետ կապ էր պահպանում, ակտիվ կուսակցական գործունեություն էր ծավալում։ Սիմոն Վրացյանն ասում է, որ դարձել է դպրոցի ուսուցիչների ու հատկապես Արշակ Չիլինգարյանի ամենասիրելի աշակերտը, բայց պարզապես հասարակական գործունեությունը Արամի համար քիչ էր։ Նա տարված էր հեղափոխական գաղափարներով ու ապրում էր արևմտահայերի ինքնապաշտպանական մարտերը կազմակերպելու, կարելի ասել, մոլուցքով։ Ու 1903 թվական, որը Արամի փառահեղ ճանապարհի սկիզբն էր։ Այդ տարիներին Բաքվում, որն այդ ժամանակ դաշնակցության կենտրոններ, Գանձակում ու Ալեքսանդրապոլում կուսակցական աշխատանքներից հետո գնում է Կարս։ Սա պիտի դառնար իր կյանքի առաջին ու ամենածանր փորձաքարերից մեկը։ Հենց այստեղ է կազմավորվում զինված խմբեր, որոնք վարժանքներ էին անցկացնում։ Կարսը սակայն միջանկյալ կանգ առեր։ Նա Կարս էր եկել, որ մեկնի Արևմտյան Հայաստան ինքնապաշտպանական մարտերը կազմակերպելու։ Այստեղ նա հիմնում է իր հայտնի հեղափոխական դպրոցը, որը լուրջ կենտրոն է դառնում հետագա ինքնապաշտպանական մարտերի համար։ Այս դպրոցից դուրս էին գալիս արդեն պատրաստի մարտիկներ ու հրամանատարներ, որոնք քիչ բանով էին տարբերվում կադրային զինվորականից։ Ու Արամը Կարսում դառնում է ինչպես կուսակցության, այնպես էլ հետագա ազատագրական պայքարի կենտրոնական դեմքը։ 2 տարի անց Արամ Մանուկյանը ուղևորվում է Վան եւ շուրջ 10 տարի, ընդհուպ մինչեւ 1915 թվականը իր գործունեությունը ծավալում հենց այնտեղ։ Արամը Վան էր գնում փոխարինելու Վահան Փափազյանին, մականունը Կոմս։ Բանն է, որ այդ տարիներին դաշնակցությունը մեծ հեղինակություն էր վայելում ու օր-օրի ընդլայնում էր իր շարքերը, ու հենց այդ տարիներին Վանում ու նրա շրջակայքում որոշվեց կազմակերպել փոքր ինքնավարություն, զինել ժողովրդին ու անհրաժեշտության դեպքում ինքնապաշտպանություն կազմակերպել, քանի որ արդեն մարդիկ էլ հոգնել էին Համիդյան քաղաքականությունից ու քուրդ բեերի պահվածքից, որոնք անպատժելիության մթնոլորտում հաճախ կառավարվելով կենտրոնական իշխանության կողմից անում էին ինչ խելքներին փչի։ Այդ ամեն ինչը կազմակերպում էր դաշնակցությունը, բայց տեղի դաշնակցականների հարաբերությունները մեղմ ասած լավ չէին, ու այս ներկուսակցական խնդիրներն էլ հարթելու համար Արամը գալիս է Վան։ Սկզբում դառնում է Վահան Փափազյանի տեղակալը, հետո էլ փոխարինում նրան, ու աշխատանքի ճիշտ բաժանման շնորհիվ հարթում բոլոր ներկուսակցական խնդիրները։ Արամն ընդհանրապես բանակցելու բնատուր տաղանդ ուներ։ Դրան էլ գումարվում էր անձնական խարիզման ու հաջողությունը երաշխավորված էր։ Ու Արամն անցնում է իր սիրած գործին՝ հասարակական կյանքը կազմակերպելու։ Ամբողջ Վան Վասպուրականի տարածքով ստեղծվում են աշխատանքային խմբեր,
Նշանակվում են խմբապետեր, որոնք էլ իրենց հերթին ստեղծում են գործադիր մարմիններ։ Նրանք զբաղված են մարդկանց զինելով ու ինքնապաշտպանական աշխատանքները կազմակերպելով։ Կարգավորվում է սննդի մատակարարումը, ռեսուրսների կառավարումը եւ վերաբաշխումը։ Ստեղծվում են նոր դպրոցներ ու ժողովրդական դատարաններ։ Այս դատարանները միտված էին հայ գյուղացիներին ազատելու փորձանք դարձած թուրքական դատարաններից, ու դրանք այնքան արդյունավետ էին գործում, որ այդ գաղտնի ընդհատակում գործող կառույցներին հաճախ դիմում էին նաեւ քրդերն ու թուրքերը, թե որպեսզի խուսափեն դատական ծախսերից ու անիմաստ ձգձգումներից։ Ընդ որում, որ արդարության վերականգնումը երաշխավորված էլ չէր։ Բայց անկախ ամեն ինչից խառնաշփոթը դեռ գերակշռող դիրք ուներ, ու հենց դա վերացնելու համար 1905-ին տարածվում են թռուցիկներ հրաման վերնագրով։ Դրանց վրա գրված էր. խստորեն արգելվում է գիշերով թուրքերի մոտ գնալ գալը, խստիվ արգելվում է խմել եւ թաղերի մեջ օղի ծախել, արգելվում է թղթախաղը, խիստ պատասխանատվության պիտի ենթարկվին նրանք, որոնք թուրքերին մոտ հայ կիներ են տանում անբարոյականության նպատակով, պատասխանատվության պիտի ենթարկվեն կեղծ դրամ կտրողները, արգելված է վաշխառոյական տոկոսներով դրամի շահագործումը։ Ու ինչ եք կարծում, ինչպես ընդունեց հայ ժողովուրդն այս թռուցիկներն ու սահմանափակումները։ Ճիշտ է, կտրուկ ավելացան դավաճանություններն ու թուրքերին զենք ծախելու դեպքերը։ Ու այն աստիճանի հասավ, որ մի տարի անց 1906-ին երկրորդ թռուցիկը ստիպված եղան տարածել, որն ըստ էության վերջնագիր էր, որ դավաճաններն ու թուրքերին զենք ծախողները կենթարկվեն ամենախիստ պատժին, ընդհանուր գնդակահարության։ Պետք չէ ասել, որ ամեն դեպքում գնդակահարվողներ եղան։ Վերջը 1907 թվականին Վիեննայում տեղի ունենում Հոյդա բյուրոյի ընդհանուր ժողովը, քանի որ մինչև այդ մի քանի անհաջող փորձեր էին եղել, հատկապես Սուլթանի անհաջող մահափորձը, դաշնակցական ղեկավարությունը լրջորեն քննարկում էր մարտավարությունը փոխելու հարցը։ Այսինքն, զինված ապստամբական գործողություններից պիտի անցնեին քաղաքական պայքարի ու փորձեին լեզու գտնել թուրքական իշխանությունների հետ։ Ինչ եք կարծում այս մեղմ ասած անհեռանկար որոշմանը ով դեմ արտահայտվեց։ Ճիշտ է, Արամն ու Անդրանիկը, որովհետև արդեն գործ են ունեցել թուրքերի հետ ու գիտեին, որ այդ տարբերակն առանձնապես չի աշխատելու, բայց նրանց չլսեցին, իսկ Արամը որպես երդվել ու հավատարիմ դաշնակցական ստիպված եղավ ընդունել բյուրոյի որոշումը, բայց դա երկար չտևեց։ Այդ ժողովում նաև որոշվեց, որ դաշնակցությունը պիտի տոտալ սոցիալիստական կուսակցություն լինի։ Սիմոն Վրացյանն այս առիթով գրում է. Վիեննայի ընդհանուր ժողովում Արամը կենտրոնական դեր կատարող ընկերների շրջանում էր, ավելի մտերիմ մեծերի հետ։ Մեզ ձախերից հետ թունդ սոցիալիստ էր, բայց պես կոչում էր խոխեկ, եւ եթե պետք լիներ, խաչք քաշեր սոցիալիզմի վրա էլ, մեր վրա էլ։ Ռոստոմի ու Զավարյանի տիպի դաշնակցական էր, սոցիալիստ այո, բայց ամենից առաջ հայ։ Վան վերադառնալու պես Արամին տես տհաճ անակնկալ էր սպասվում, վասնզի թուրքական կառավարությունը հրաման էր տվել գտել ու ձերբակալել բոլոր դաշնակցական ղեկավարներին ու առաջին հերթին Արամին։ Վանի կուսակալը մի առիթով Արամի մասին ասել էր. «Վանում միայն մեկ թշնամի կա, որ գիտի թե ինչ է ուզում։ Նա արժանի է փաշա կոչվելուն»։ Մի խոսքով դաշնակցական ղեկավարներին ձերբակալում են, Արամին էլ հետը։ Դաժան ծեծի ենթարկում, մի խոսքով թուրքական ձևով էլի։ Ինչքան էլ տարօրինակ է հնչում, բայց մահապատժից փրկվում է երիտ թուրքերի շնորհիվ։ Թուրքիայում հեղափոխություն է տեղի ունենում, երիտները գալիս են իշխանության, հայտարարում ամունիստ, բանտերից դուրս են գալիս բոլոր գործիչները, ավելին հայերը տեղեր են ստանում թուրքական պարլամենտում։ Սա առաջին խայսն էր, որ ցավոք ազատագրական պայքարի գործիչները կուլ տվեցին, ու իրանցից շատ ռամիկ ժողովուրդը, որն այն աստիճանի էր հիացած երիտ թուրքական կառավարությամբ, որ մինչև վերջ էլ հավատում են նրանց։ Սկսվում է Իթիհադ դաշնակցություն բրոմանսը, որը տևում է 1 տարի։ 1909 թվականին տեղի ունենում Ադանայի հայերի կոտորածը, իսկ 1910-ից 11 թվականներին արդեն վերջնականապես որոշվում է կյանքի կոչել Օսմանյան կայսրությունում էթնիկ միատարրության գաղափարն ու հարմար արդյոք վերացնել հայերին, հույների, մի խոսքով ով կատակը։ Ազատագրական պայքարի ղեկավարները, մասնավորապես Արամ Մանուկյանը, շատ շուտ հասկացան երիտ թուրքական կառավարության ամբողջ էությունը ու սկսեցին լրջորեն պատրաստվել նրանց դիմակայելուն։ Բայց եթե նայում ենք այդ տարիներին հանրային տրամադրությունները ու հետագայում Երևան եկած փաստերը, մարդիկ առանձնապես կողմ չէին ապստամբելուն, ինքնապաշտպանվելուն, քանի որ կարծում էին, որտես բզբզում են էլի, որ չանեն թուրքերն իրենց ձեռք չեն տա։ Ոնց տեսնում եք, մեր կյանքում բան չի փոխվել։ Վերջը Արամը կարճ դադարներով, բայց իրան նվիրել էր Վանին։ Նա փաստացի Վան վաստուրականի տերն ու տիրակալն էր։ Որոշ ժամանակ նույնիսկ լավատեսության հույս կար, սակայն ամեն ինչ հոդս ցնդեց 1914 թվականին եւ սկսվեց առաջին աշխարհամարտը։ Սա էլ քիչ առաջ նշածս հարմար առիթն էր։ 15 թվականի մարտին Շատախում ու Մոքսում մեծ կոտորածներ է լինում, որը պիտի տարածվեր ամբողջ նահանգի վրա։ Հենց այդ ժամանակ Վանի կուսակալ է նշանակվում Էնվեր Փաշայի փեսան Ջևդետ բեյը, որը միանգամից սկսում է դաշնակցական ղեկավարների ձերբակալությունն ու սպանությունը։ Արամը որոշում է ապստամբության դրոշ բարձրացնել ու կազմակերպում է նահանգի ինքնապաշտպանությանը։
Ջևդեթի նշանակվելուց հետո հետաքրքիր դեպք է տեղի ունենում։ Այդ ժամանակ Վանում 3 հոգի էին եղանակ փոխում։ Վանից падգամավոր իշխանը, Վռամյանն ու Արամը։ Յոհաննես Լեպսիուսը պատմում է, որ Ջևդեթը փորձում է համոզել այս երեքին բարեկամաբար առաջարկելով համագործակցել ու Վանի վիլայեթում կարգ ու կանոն հաստատել։ Քանի որ Արամը ոչ թե տաքաջուն երիտասարդ էր, այլ բնատուր դիվանագետ, համաձայնվում են։ Ավելին, փողոցներում պարետություն կազմակերպում, որպեսզի թույլ չտան տաքաջուն երիտասարդներին համը հանել։ Ավելին, երբ Ջևդեթը պահանջում է 3000 հոգի զինվորագրել թուրքական բանակին, Արամը չէր ցանկանում որևէ լեգիտիմ հիմք տալ թուրքական կառավարությանը որևէ գործողություն կատարելու։ Շուտով Ջևդետն իր մոտ է հրավիրում իշխանին ու Վռամյանին ու դավադրաբար սպանում։ Արամն էլ էր հրավիրվածների ցուցակում, սակայն իշխանը զգալով վերահաս վտանգը Արամին հորդորում է չգնալ։ Այդպիսով փրկվում է մահից։ Մնում էր միայն կազմակերպել Վանի ապստամբությունն ու ինքնապաշտպանական մարտերը, քանի որ այլընտրանքը պարզապես կոտորվել էր։ Ապրիլի 5-ին 3 ազգային կուսակցությունները համատեղ ժողով են հրավիրում ու որոշվում է դիմել ինքնապաշտպանության։ Ստեղծում են զինվորական մարմին, որի ղեկավարը դառնում է Արամ Մանուկյանը։ Ստեղծվում են պաշտպանական 5 շրջաններ, 5 շրջապետերով։ 50 դիրք ու 50 խմբապետ, 800 զինվոր, որոնք զինված էին հրացաններով ու ատրճանակներով։ Ապրիլի 30-ի տվյալներով արդեն Այգեստանի պաշտպանական համակարգն ուներ 5 շրջան, 9 շրջապետ, 73 դիրք, 73 խմբապետ, 1053 զինվոր, 505 հրացան, 78824 փամփուշտ եւ 529 մաուզեր, 39089 փամփուշտով։ Թուրքական կողմն ուներ մինչև 12000-ի հասնող կանոնավոր բանակ ու 12 թնդանոթ։ Այս ավելի քան 1/10-ին հարաբերակցության դեպքում անգամ 26 օր շարունակ թուրքական բանակն այդպես էլ չի կարողանում ճեղքել վանեցիների պաշտպանությունը։ Սրան էլ գումարվում է ռուսական զորքերի ու նրանց կազմում հայ կամավորական գնդի մոտենալն ու թուրքական զորքը մայիսի 3-ին ստիպված է լինում նահանջել։ Մայիսի 5-ին հայ կամավորական գունդը մտնում է Վան։ Մայիսի 6-ին Վան են հասնում Դրոն, Սիլիկյանը, հետո էլ ռուսական բանակի հրամանատար գեներալ Նիկոլաևը, որին էլ Արամ Մանուկյանը հանձնում է քաղաքի բանալիները։ Անկամ նրանց համար մեծ խնջույք են կազմակերպում։ Չնայած որ իմանային հետո գախնային ինչ օին են բերելու, գուցե տեղում գնդակահարեին։ Ով գիտի։ Հենց այդ խնջույքի ժամանակ Արամը կարդում է ռուսաց ցարին ուղղվելիք հեռագրի տեքստը, որով խնդրում էր Վանի նահանգը որպես ինքնավար Հայաստան ընդունել իրենց հովանու ներքո։ Մայիսի 7-ին ռուսական կողմը Արամ Մանուկյանին նշանակում է Վանի նահանգապետ։ Ռուսական կառավարությունը Արամի նշանակմամբ ակնկալում էր, որ նա ամբողջովին կենթարկվի զինվորական իշխանությանը, իդեմս Վանի կայազորի պետի, եւ որ նրա միջոցով փոխանցվեն զինվորական իշխանության բոլոր կարգադրությունները։ Մանուկյանը ողջունելով ռուսական զորքերի մուտքը Վան, Ռուսաստանի միապետին հերագրով խնդրել էր իրենց որպես ինքնավար Հայաստան ընդունել ռուսական հովանու ներքո։ Այդպես մտածելու տեղիք է տալիս նաև նահանգապետի պաշտոնում նրա անդրանիկ ելույթը, որտեղ նա կոչ է արել համախմբվել ձևավորվելիք կառավարության շուրջը, վերակազմավորելու համար կյանքը քաղաքի եւ ամբողջ շրջանի մեջ։ Նորաստեղծ նահանգը շատ ծանր վիճակում էր։ Շրջափակում, ավերված տնտեսություն, ցեղասպանությունից մազապուրս 10000 գաղթականներ, պարենամթերքի սուր պակաս, համաճարակային հիվանդություններ եւ այլն։ Արամ Մանուկյանից մեծ ջանքեր էին պահանջվում հայկական շահերից բխող քաղաքականություն վարելու համար։ Նա ձեռնամուխ է լինում նահանգի իշխանության մարմինների ձևավորման, նահանգի հայության անվտանգության ապահովման, տնտեսության վերականգնման, սովի կանխման, օրինականության ապահովման եւ այն անհրաժեշտ խնդիրների լուծմանը։ Նրա ղեկավարությամբ ստեղծվում են իշխանության օրենսդիր ու գործադիր մարմիններ։ Նահանգի կառավարության ձևավորման ժամանակ նրա դրսևորած ապակուսակցական անաչառ մոտեցման շնորհիվ կառավարության մեջ ընդգրկվեցին բոլոր կուսակցությունների ներկայացուցիչներ, ինչպես նաև անկուսակցականներ, հիմք ընդունելով բացառապես նրանց բանիմացությունը։ Վանում Արամը փոքր պետական ապարատ էր ստեղծել, հերիք չի։ Այդ ապարատը սկսել էր աշխատել, ընդ որում ամբողջ թափով ու կարճ ժամանակում մարդիկ նույնիսկ սկսեցին զգալ այդ ապարատի աշխատանքի արդյունքը։ Ցավոք կարճ կյանք ունեցավ Վանի ինքնավարությունը, ընդամենը 70 օր։ Դուք հասկանում եք, 70 օրում մարդը հասցրել է ստեղծել ու աշխատացնել ու արդյունք ապահովել մի ամբողջ պետական համակարգի։ Արա 6 տարի դուք ինչով եք զբաղված։ Բայց նահանգի հայության անվտանգությունը նախ եւ առաջ քրդերից ապահովելը առաջնային նշանակություն ուներ։ Այդ նպատակով շուրջ 1000 մարդ ընդգրկվել էր ինքնապաշտպանական խմբերում։ Քրդական վտանգի չեզոքացմանը մասնակցում էին նաև գավառների ոստիկանության ուժերը։ Ռուսական կառավարությունն ընդդիմանում էր դրան։ Ոչ միայն թույլ էր տալիս, որ քրդերը նահանգի տարածք վերադառնան, այլև հայությունից պահանջում էր չխոչընդոտել դրան։ Դեռ ավելին, նահանգապետից էլ պահանջում էր ապահովել նրանց անվտանգությունը։ Հայության շահերից ելնելով Արամ Մանուկյան ռուսական բանակի հրամանատարությանն ուղղված գրություններով հիմնական
հիմնավորում էր հայերի գործողությունների դրդապատճառները, մատնանշելով 1914 թվականի աշնանը եւ ձմռանը հայերի նկատմամբ քրդերի ոչռագործությունները եւ թուրքերի հետ համատեղ գործողությունները ռուսական զորքերի դեմ։ Նա գրում էր, որ քրդերին պետք է վերաբերվել որպես ռազմագերիների, քանի որ նրանք սովորական հանցագործներ են եւ նրանց վերադարձով կխախտվի Վանի անդորը, ջարդված եւ կողոպտված հազարավոր հայերի հարազատները չէին կարող անտարբեր մնալ իրենց թշնամիների հանդեպ։ Արամ Մանուկյանը հայ ժողովրդի շահերից ելնելով հանդգնել է ցարական միապետությանը զգուշացնել, մատնանշելով, որ քրդերի վերադարձի դեպքում ինքը չի կարող իր վրա պատասխանատվություն վերցնել Վանի շրջանում հանդարտության եւ օրինակարգի համար։ Արամ Մանուկյանն այդ շրջանում նաև զենքի արտոնագրեր էր տրամադրել այն հայերին, ովքեր քրդերից, նաև ռուս զինվորների ապօրինություններից պաշտպանության կարիք էին զգում։ Սովը կանխելու նպատակով Արամը ոչ միայն գյուղատնտեսական աշխատանքները վերսկսելու միջոցներ է ձեռնարկում, այլև հեռատեսություն ցուցաբերելով օգնության խնդրանքներով դիմում նահանգի ժողովրդին, Կովկասի եւ Գաղութների հայությանը, ինչպես նաև ամենայն հայոց կաթողիկոս Գևորգ 5-րդի աջակցությունը խնդրում։ Ռուս-թուրքական Կովկասյան ռազմաճակատից 1915 թվականի հուլիսի 11-ից ռուսական զորքերի սկսած նահանջի մասին տեղեկանալով Արամ Մանուկյանը հայրենիքն աղետից փրկելու նպատակով կազմակերպում է ժողովրդի ինքնապաշտպանության ծանր եւ պատասխանատու գործը։ Ապրիլյան հերոսամարտի ավելի քան 1000 մասնակիցների հետ խորհրդակցությունից հետո հայտարարեց 17-ից 45 տարեկան տղամարդկանց հավաքագրում, փորձեց զենք զինամթերք ստանալ ռուսական հրամանատարությունից, թուրքերին դիմադրություն ցույց տալու նպատակով, սակայն մերժում ստացավ։ Արամ Մանուկյանը Վանում հայ կամավորական ջոկատները կենտրոնացնելու համար ցանկանում էր Կովկասից խնդրել նաև, որ կամավորական նոր ջոկատներ ուղարկեին ու արագացնեին այդ process-ը։ Սակայն հնարավոր չի լինում գաղթի կասեցումից խուսափել, եւ նա կազմակերպում է վասպորականի հայության շուրջ 200,000 մարդու գաղթը դեպի Արևելյան Հայաստան։ Հասնելով Անդրկովկաս ժամանակավորապես ապաստանում է Թիֆլիսում ու զբաղվում արևմտահայ գաղթականների հարցերով։ Ավելին, 1 տարի անց կազմակերպում արևմտահայերի առաջին համագումարը։ 1917 թվականին ռուսական հեղափոխությունների հետևանքով ռուսական Կովկասյան ռազմաճակատի քայքայումը թուրքական ներխուժման սպառնալիքի տակ դրեց ոչ միայն արևմտյան, այլև արևելյան Հայաստանը։ Երևանի նահանգում ուժեղ իշխանություն ստեղծելու, հայկական կորպուս ձևավորելու, 100,000-ավոր արևմտահայ փախստականների խնամքը հոգալու նպատակով 1917 թվականի դեկտեմբերի 18-ին Արամ Մանուկյանը որպես հայոց ազգային խորհրդի լիազոր ներկայացուցիչ ժամանում է Երևան։ Այսպիսով սկսվում է Արամ Մանուկյանի որպես պետական գործիչ լինելու երկրորդ փուլը։ Այս շրջանից Արամը ձեռնամուխ է լինում պետականաշինության բարդ գործին, որոշակի հիմքեր դնելով Հայաստանի առաջին հանրապետության ստեղծման համար։ Ծանոթանալով տեղում ստեղծված ծանր պայմաններին Արամը կտրուկ միջոցներ է ձեռնարկում իրադրությունը կայունացնելու համար։ Նրա առաջարկությամբ ստեղծվում է հատուկ կոմիտե Երևանի նահանգի իշխանության նոր մարմին, որն օժտել է նրան լայն լիազորություններով։ Ապա կուսակցական ոգու շնորհիվ 1918 թվականի մարտին Երևանի տարբեր խավերի ներկայացուցիչների ժողովում նա ընտրվեց դիկտատոր։ Մանուկյանը բազմաթիվ կոչերով ու հրամաններով դիմում էր հայ ժողովրդին կազմակերպված պայքար մղելու, սեփական ուժերին հավատալու, թուրքական հարձակումներից երկրի պաշտպանությունը նախապատրաստելու համար։ Հետևողական քայլերի շնորհիվ 1918 թվականի մարտի սկզբին հիմնականում կազմակերպված էր հայկական կորպուսի 2-րդ դիվիզիան։ Կարգ ու կանոնի հաստատման տեսակետից անչափ կարևոր էր թաթարական հակապետական խռովությունների ճնշումը։ 1918 թվականի սկզբին Արամի եւ Դրոյի գլխավորած վճռական եւ անզիջում պայքարի շնորհիվ հնազանդեցվեցին 50-ից ավելի թաթարական գյուղեր։ Թաթարական ադրբեջանական էլի։ Արամն իր հեռատեսությամբ եւ պետական մտածողությամբ շարունակեց խռովարար տարից, նաեւ այսպես կոչված մաուզերիստերից երկիրը մաքրելու քաղաքականությունը։ Այդպիսով լուծելով նաեւ ցեղասպանությունից մազապուրց հայ փախստականների տեղավորման հարցերը։ Ռուսական բանակն ամբողջությամբ տեղափոխվում էր կենտրոն, որպեսզի Լենինն ու Տրոցկին կարողանան պահպանել իշխանությունը։ Փաստացի Երևանի նահանգի կառավարությունը դառնում է հատուկ կոմիտեն։ Թուրքական բանակն անցնում է լայնածավալ հարձակման։ Իթիվս այդ խնդիրների օր-օրի ավելի մոտ էր թուրքական հարձակման վտանգը։ Վեհիդ Փաշայի զորքերն ամեն օր նոր բնակավայր էին գրավում։ Հատկապես ծանր էր Սարի Ղամիշի անկման լուրը, որը վերջնականապես դեմորալիզացրեց հայկական զորքերին ու կամավորական գնդերին։ Հաջորդ օրը 1918-ի մարտի 4-ին Երևանում ասեղ գցելու տեղ չկար, իրարանցում էր քաոս, ու միտինգի ժամանակ Արամ Մանուկյանն ընտրվեց Երևանի դիկտատոր անսահմանափակ լիազորություններով։ Երևանի պարետ նշանակվեց Արշավի Շահ Խաթունին կամ Շահ Խաթունյանը։ Արամ Մանուկյանը որոշեց Երևանի շուրջ այժմյան Եռաբլուրի հատվածում խրամատներ փորել ու ասաց, որ սա վերջին պաշտպանական գիծն է, բայց դա ամեն ինչ այնքան էլ տենց հարթ չէր։ Սարեղամիշի ու Կարսի անկումից հետո Երևանի վերնախավը որոշել է քաղաքը հանձնել թուրքերին։ Ավելին, դիկտատոր ընտրվելուց հետո որոշել էին հաշվի արդար տեսնել Արամի հետ։ Դասալքությունը հասել էր տիեզերական մասշտաբների։ Ուրեմն
Քաղաքի խուժանը Թոփալ Հակոբի հրամանատարությամբ ինքն էլ հայտի դասալիք էր։ Գալիս են որպեսի Արամին սպանեն, ասելով, որ նա ուզում է իրենց գլուխն ուտել։ Նորքից քայլելով գալիս հասնում են ազգային բյուրոյի շենք ու շրջապատում, թե բա նրա կինը թուրք է, ինքը դավաճան, իրան տվեք մեզ։ Այդ ժամանակ ներսում ելույթ էր ունենում Արամը եւ ասում, որ սա իմ հարցը չի, սա պետության հարց է ու դրան պիտի գնդակահարել։ Դուրս են գալիս շենքից ու հենց այդ պահին Արամի թիկնապահը սպանում է Հակոբին։ Ու գիտեք ինչ է անում ամբողը, ով եկել էր Արամին սպանելու։ Սկսում է գոռալ. «Կեցցե Արամ Փաշան»։ Արամը հայտարարում էր, որ առանց ազգային կոմիտեի գիտության ոչինչ չի կարող տեղի ունենալ։ Հաստատուն էր իր բոլոր որոշումներում։ Քաղաքում տիրող քաոսը վերացնելու համար պարետային ժամ էր հայտարարում ու իր համար գոյություն չուներ կուսակից ընկեր, ծանոթ, բարեկամ ոչ ոք չէր կարող սեփական շահի համար օրենք խախտել։ Պատմում են, որ Երևանի Պարետ Շահ Խաթունին մի օր 8 ժամի դրսում լինելու համար անգամ ձերբակալում է սեփական մորը։ Գեներալ Մովսես Սիլիկյանը ասում է, որ Արամը միակ կարող մարդն է այդ պաշտոնի համար։ Ինքն էլ հրաժարվեց այդ պաշտոնից, ասելով, որ միևնույն է, ինքն առանց Արամի ոչինչ չի անում։ Ու Արամին հաջողվեց կարճ ժամանակում քիչ թե շատ կարգի բերել երկրի ներքին կյանքը, բայց այդ ռազմաճակատում իրավիճակը ծայրահեղ վատ էր։ Ապրիլի 5-ին թուրքերը գրավել էին Բաթումը, իսկ ապրիլի 9-ին վրաց թաթարական համաձայնությամբ Սեյմը հռչակել էր Անդրկովկասի անկախությունը, որն ընդհանրապես չէր բխում Հայաստանի շահերից։ Մայիսի 11-ին Բաթումում սկսվեցին հաշտության բանակցությունները թուրքերի հետ։ Թուրքերը պահանջում են Երևանի նահանգի մեծ մասը, Ալեքսանդրապոլ կարճ երկաթուղին, Ախալքալակը եւ այլն։ Ու մինչև քննարկում էին այս հարցերը, թուրքերն անցան հարձակման ու գրավեցին Ալեքսանդրապոլը։ Դեպի Երևան ճանապարհը բաց էր։ Մայիսի 19-ին կայացած ժողովում Արամը բացառիկ անձնական հատկանիշներ ու կամք դրսևորեց, ձեռքը խփելով սեղանին ու ասելով, որ Երևանը չի դատարկվելու, պետք է կռվել մինչև վերջին կաթիլ արյունը։ Որոշվեց Վարդենի Սում, Սարդարապատում, Ղարաքիլիսայում ու Բաշապարանում թշնամուն ճակատամարտ տալ։ Որոշումը հանձնվեց զորահրամանատարությանը։ Երևանում անընդհատ հանրությանը կոչ էր արվում իզեն, դասալիկների հետ դաժան հաշվեհարդար էին տեսնում, չհամաձայնվողներին ծեծելով տանում էին ռազմաճակատ։ Այդ օրերին Արամը հեռախոսազրույց է ունենում գեներալ Սիլիկյանի հետ։ Գեներալի խոսքերը հուսադրող չէին։ Արամն ասում է, որ չի կարելի նահանջել։ Ինչ է պետք ճակատը պահելու համար։ Սիլիկյանը պատասխանում է. «Մարդիկ, փամփուշտ, հաց ու թիկունքի ոգևորությունը»։ Արամը պատասխանում է. «Դիմացեք զորավար, ամեն ինչ կլինի»։ Սարդարապատին ընթառաջ բավականին կարևոր, նույնիսկ որոշիչ դեր ունեցավ կաթողիկոս Գևորգ 5-րդի կեցվածքը, համառ ու վճռական։ Սիլիկյանն առաջարկել է կաթողիկոսին տեղափոխել բյուրական։ Այդ առաջարկը հասցնելու համար նրա մոտ էին գնացել Արամն ու Շահ Խաթունին։ Սակայն կաթողիկոսը կտրականապես մերժել էր առաջարկն, ասելով, որ ոչ ոք չի լքի Էջմիածինը, ու եթե զինվորներին չհաջողվի պահել պաշտպանական գիծը, թուրքերն այստեղ կգտնեն իրենց դիակները, բայց լքելու մասին խոսք լինել չի կարող։ Ասում են, որ Արամն ու Շահ Խաթունին կաթողիկոսի նման կեցվածքից հետո հազիվ են զսպել իրենց արցունքները։ Կաթողիկոսը միաբանների հետ մտավ մայր տաճար, աղոթեց, այնուհետև հրամայեց խփել եկեղեցու զանգերը։ Մարտի մանրամասները մի ամբողջ առանձին հաղորդման են արժանի։ Հիմա կանցնենք թռուցիկ։ Մայիսի 24-ից 26-ը կատաղի մարտեր են տեղի ունենում Սարդարապատում։ Ի վերջո մայիսի 27-ին հայկական ուժերը գեներալ Սիլիկյանի բացառիկ տաղանդի շնորհիվ կարողանում են հասնել լայնածավալ հակահարձակման։ Թուրքական կանոնավոր բանակին չէր մնում ոչինչ անելու, քան դիմել անկանոն փախուստի։ Իրականում այս հաղթանակի մասին տարածված թյուր կարծիք կա, որ փորձում են ներկայացնել որպես հրաշք, արկածախնդրություն եւ այլն։ Սարդարապատի հաղթանակը հրաշք չէր։ Սարդարապատի հաղթանակը մի խումբ պրոֆեսիոնալների կարողությունների ու կազմակերպչական հմտությունների արդյունքն էր։ Արամ Մանուկյանի խարիզմայի ու երկաթյա կամքի, Գևորգ 5-րդի համառության, գեներալ Սիլիկյանի անմարդկային չափերի հաստող պրոֆեսիոնալիզմի ու մանևրելու հատկության ու ընդամենը մի քանի միավոր հրետանու ճիշտ կիրառման արդյունք էր։ Հրաշքներ չեն լինում։ Սարդարապատի հաղթանակի լուրը Երևանում հայտնեց Արամ Մանուկյանը պատշգամբից։ Թիֆլիսի հայոց ազգային խորհուրդը հաղթանակից մեկ օր անց հայտարարեց Հայաստանի անկախության մասին։ Հունիսի կեսերից Հայաստանի կառավարությունն արդեն թուրքերի հետ սկսել էր բանակցել հայկական տարածքները վերադարձնելու ու սահմանները ընդլայնելու համար։ Այդ օրերին թուրքական զորքերի հրամանատար Խալիլ Փաշան քաղաքավարական այցի անվան տակ ցանկություն է հայտնում հանդիպել Արամ Մանուկյանի հետ ու Արամի կազմակերպչական տաղանդի մասին։ Քանի որ Շահ Խաթունին դերասանական կրթություն ուներ, Արամը նրան խնդրում է ստեղծել տպավորություն, որ մենք արդեն կայացած պետություն ենք հզոր բանակով։ Թե այդ օրերին Շահ Խաթունին որտեղից է կարողանում զինվորականների հագուստ գտնել, անհասկանալի է։ Գտնում է երաժիշտների շոր էր հագցնում ու զինվորական նվագախմբի էֆեկտ ստեղծում։ Քանի որ Խալիլի հետ գալիս էին նաև Ավստրիայի ու Գերմանիայի ներկայացուցիչները, Շահ Խաթունին չգիտեմ որտեղից նաև թարգմանիչներ է գտնում, որոնք ապահովում էին սինխրոն թարգմանությունը։ Խալիլին Արամն անձամբ է դիմավորում։ Ողջագուրվում են երկու ողերիմ թշնամիները։
Արամն անգամ նրա համար ընդունելություն է կազմակերպում իր տանը։ Հաջորդ օրը Խալիլին տանում են Էջմիածին։ Գևորգ 5-րդը նույնպես ընդունում է նրան, ասում որ պատտեսնեն Ներսեսյան այգով։ Հետո Խալիլին հարցնում է. «Դուր եկավ տեսարանը։ Տեսակ այդ անթիվ որբերին ու գաղթականներին։ Նրանք ձեր քաղաքացիներն են եղել, որոնց դուք դարձրել եք գաղթական»։ Արամը պայմանավորվածություն է ձեռք բերում Խալիլի հետ, որ երբ իրենք ճնշեն երկրի ներսում թաթարական խմբավորումներին, թուրքական պետությունը դրան չպիտի խառնվի։ Դրանից հետո Խալիլը եւս մեկ հանդիպում է խնդրում Արամի հետ, այս անգամ գաղտնի։ Թուրքիայում այդ ժամանակ ամեն ինչ ծայր է եղել, լարվածար ու շունը տիրոջը չէր ճանաչում։ Այս հողմով անցեք մանրամասն կիմանաք։ Գալիս է ու Արամից խնդրում, որ իր քաջարի ռազմիկներից մի քանիսին տրամադրի, որպեսզի ապահովեն Խալիլի անվտանգությունն ու նրան ապահով հասցնեն պոլիս։ Արամը հարցնում է. «Իսկ փոխարենն ի՞նչ կստանամ»։ Խալիլը համաձայնել է ամեն ինչի։ Արամը նրանից զենք ու փամփուշտներ է խնդրում։ Խալիլը պահում է խոստումը։ Արամն էլ տրամադրում է մարտիկներ, որոնք Խալիլին ապահով հասցնում են պոլիս։ Հասկանում եք, չէ՞, երկրի պաշտպանությունն ապահովելու համար նա պատրաստ էր անգամ սատանայի հետ դաշին կնքել։ Երբ Հայաստանի կառավարությունը վերջապես որոշեց Թիֆլիսից գալ Երևան, Արամը նրանց տվեց պատրաստի պետական համակարգ ու կառավարություն, որն ինքն էր ստեղծել։ Թեև առաջարկել էին վարչապետական թեկնածությունը, բայց ինքը հրաժարվել էր։ Բանակցելու համար պետք էր մեկը, ով տես մի քիչ էր էլի թուրքերին ցավացրել։ Դրա համար ընտրեցին Քաջազնունին։ Արամին նշանակեցին ներքին գործերի նախարար, որովհետև երկրի ներսում վիճակն ահավոր վատ էր։ Երկրում տարածված էր մաուզերիզմը, ասֆալտի ֆիդեիներ էլի, ուղղակի տես թուրք։ Խոլերան, բծավոր տիֆը, սովը, պարենի սաղությունը ու այս ամեն ինչը պիտի կարգավորեր հենց ինքը Արամ Մանուկյանը։ Առաջին քայլը, որ արեց, մարդկանց մոտից զենք զինամթերքի արգրավումն էր, որովհետև երկրի ներսում զինված ընդհանուրները դարձել էին սովորական երևույթ, անգամ կենցաղային հարցեր էին արդեն զենքով լուծում։ Նա քայլեր ձեռնարկեց նաև պարենի խնդիրը լուծելու ուղղությամբ։ Ապրանքների ներմուծումը հայտարարեց ազատ, իսկ անհրաժեշտ մթերքների արտահանումն արգելվեց ու դրա համար միայն հատուկ թույլտվություն էր պետք։ Բայց ինչքան էլ քայլեր ձեռնարկվեցին, համաճարակները գավառներից մտան Երևան։ Խոլերա, բծավոր տիֆ ու սով 1918-ի աշնանից մինչև 1919-ի գարուն այս ամեն ինչին զոհ գնաց մոտ 180,000 մարդ, որոնց մեծ մասը գաղթականներ էին։ Արամն ուներ անսահման հեղինակություն, բայց ցավոք նրան վիճակված չէր այլևս շարունակել ծառայել իր երկրին։ Բծավոր տիֆը նրան էլ հասավ։ Սակայն Եվրոպայից բերած շիճուկը նա չընդունեց, այլ տվեց տիֆով տառապող այլ երեխայի։ Ճիշտ էր այս քայլը, թե սխալ մի փոքր դժվար է դատել։ Մարդկային տեսանկյունից այո, սա անznազող հարգանքի արժանի քայլ է, բայց պետական գործչի տեսանկյունից եթե նա ողջ մնար ով իմանա ինչպես կդասավորվեր հայոց հետագա պատմությունը։ 18 դեկտեմբերին նա վարակվեց բծավոր տիֆով։ Նրան բուժող բժիշկները պատմում են, որ նրան բուժել է հանգստություն էր։ Ինքը հիվանդ լինելով բժիշկների հետ կատակում էր։ Արամը գիտակցությունը կորցրեց, ուշքի եկավ 2 անգամ։ Վերջի անգամ ուշքի գալուց հետո ասաց. «Ինչ եք խոսում։ Ոտքս խփեմ գետնին սարերը կդղրդան»։ Սա նրա վերջին խոսքերն էին։ Արամ Մանուկյանը մահացավ 1919 թվականի հունվարի 29-ին։ Այնքան համեստ էր ապրում, որ թաղման ծախսերը հոգաց պետությունը։ Պատմում են, որ նոր շոր չուներ թաղման համար։ Այս բացառիկ մարդուն թաղեցին ծակ ներբանով, քանի որ այլ կոշիկ պարզապես չկար։ Ուղարկավորությունը տեղի ունեցավ փետրվարի 1-ին Սուրբ Պողոս Պետրոս եկեղեցում արված հոգեհանգստի արարողությունից հետո։ Եկեղեցուց դուրս հանելուց հետո դագաղն այդպես էլ դիակարգի մեջ չդրվեց։ Արամի դագաղի եկեղեցուց մինչև քաղաքային մլեր կոչվող գերեզմանատուն մարդիկ տարան ձեռքերի վրա։ Ահա այդպես էլ իր փառահեղ կյանքն ավարտեց մի բացառիկ մարդ, որի սերունդները կոչվելուն այդպես էլ արժանի չեղանք։ Մարդը ստեղծեց հայկական առաջին հանրապետությունը։ Իսկ սրանք կադրեր են նրա տնից, այն տնից, որտեղ ապրել է հայոց պետականության հիմնադիրը։ Էս ենք մենք բացառիկ մարդու չարչի սերունդները։